Ողջույն սիրելի առաջի դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից մենք այսօր կանցնենք Վաչագան Սարգսյանի «Սառույցի բյուրեղը, ամպի փաթիլն ու ծովի կաթիլը» դասը։ Այս դասին դու կխմբավորես առարկաներն ըստ նշանակության, կգուշակես հանելուկները և կճանաչես բանաստեղծության հերոսներին, կկարողանաս ջրից սառույց սարքել, սառույցից գոլորշի ստանալ, կբացահայտես, թե որքան բազմազան ու զարմանահրաշ է քեզ շրջապատող աշխարհը։ Նայենք նկարին, տեսնենք ինչ ենք տեսնում այս նկարում։ Երեխաներին խոսեցնում ենք, ասում են տեսնում ենք ամպիկ, տեսնում ենք փաթիլ, տեսնում ենք կաթիլ և տեսնում ենք սառույցի բեկորներ։ Հիմա կարդանք հանելուկը։ Թե կռահես հանելուկների պատասխանները, կիմանաս բանաստեղծության հերոսների անունները։ Իջնում է նա հեզիկ, նազիկ, թևիկներն են աղվամազիկ, սառն է, թեթև, ունի 6 թև, անմիջապես գուշակում ենք, որ խոսքը փաթիլի մասին է։ Կատ-կատ կաթում եմ, ներքևը մնում պայթում եմ, ընկած մաքրում եմ, անձրևի կաթիլներին է մասին խոսքը։ Ձմռան, ցրտին, բաց եմ լինում, ձյունը գնաց, լաց եմ լինում։ Սա էլ սառույցն է, հենց ձյունը գնում է, սառույցը հալվում է։ Հիմա կարդանք բանաստեղծությունը, տեսնենք ինչով են զբաղված մեր բանաստեղծության հերոսները, չնայած նկարում երեխաները տեսնում են, որ հեռախոսով խոսում են իրար հետ։ Հեռախոսի մոտ ամպի փաթիլն է։ Այո, լսում եմ, ով է հարցնում։ Քեզ զանգ տվողը ծովի կաթիլն է։ Քեզ հյուր են կանչում, ինչ կա բարձրում։ Ամեն բան լավ է, կկամ անպայման։ Դե որ այդպես է, զանգեմ սառույցին։ Երեկով նստենք, խոսենք սրտաբաց։ Խանգարող չկա մեր լավ զրույցին։ Նրանք չգիտեն, թե չեն կասկածում, որ իրենք նույնն են, տարբեր են թեև, ձևեր են փոխում, միայն արտաքուստ, ներքևում լինեն, թե գնան վերև։ Արտաքուստ նշանակում է դրսից, դրսի կողմից, աչքին տեսանելի մասից։ Հիմա կարդանք և բացատրենք։ Հեռախոսի մոտ ամպի փաթիլն է, տեսնում եք և ամպը, և փաթիլը, և ծովը, և կաթիլը, և սառույցը գրված է մեծատառով։ Երեխաներ, հեղինակը այս հերոսներին անուններ է դրել, դրա համար հատուկ անուն կարծես լինի և փաթիլը, ծովի կաթիլը և սառույցը գրվել են մեծատառով որպես գործող կերպարներ, որպես հերոսներ։ Զրուցում են, հեռախոսի մոտ ամպի փաթիլն է։ Ամպի փաթիլին է զանգել։ Այո, լսում եմ, ով է հարցնում։ Քեզ զանգ տվողը ծովի կաթիլն է։ Քեզ հյուր են կանչում, ինչ կա բարձրում։ Ուրեմն հյուր են կանչում, հարցնում է բարձրում, վերևում, ինչ կա։ Ամեն բան լավ է, կգամ անպայման։ Տեսեք հրավերին պատասխանում է, ասում է ամեն բան լավ է, կգամ անպայման։ Դե որ այդպես է, զանգեմ սառույցին, այսինքն երրորդին է կանչում։ Երեքով նստենք, խոսենք սրտաբաց։ Սրտաբաց խոսել ինչ է նշանակում երեխաներ։ Առանց կաշկանդվելու, առանց վախի, ընկերավարի, սիրով միմյանց հետ նստում են և խոսում են ընկերաբար, ընկերական զրույց են ունենալու։ Խանգարող չկա մեր լավ զրույցին։ Հաճելի է չէ, երբ իրար լավ հասկացող մարդիկ միասին զրուցում են և ժամանակ են անցկացնում։ Նրանք չգիտեն, թե չեն կասկածում, որ իրենք նույնն են, տարբեր են թեև, ձևեր են փոխում միայն արտաքուստ։ Այսինքն ինչու են նույնը փաթիլը, կաթիլը, սառույցը, ամպը, ինչու են նույնը երեխաներ, կարող եք գուշակել։ Հարցի պատասխանը իհարկե երեխաները կտան, որովհետև նրանք բոլորը ջրից են։ Ներքևում լինեն, թե գնան վերև, միևնույնն է բոլորին ստեղծողը ջուրն է։ Ամպից բացի ելով կարող է ականջ դնել կաթիլի և փաթիլի խոսակցությանը երեխաներ։ Այստեղ մտածում ենք վերևում, ով կարող է ականջ դնել նրանց խոսակցությանը։ Հարցերի միջոցով կճշտենք և երեխաների պատասխանից կգուշակենք, որ կարող է լսել նաև արևը, եթե երեկոյան ժամեր լինեն, աստղերն ու լուսինն էլ կարող են լսել, քանի որ նրանք նույնպես գտնվում են վերևում։ Հիմա հարցերին գրեթե բոլորին պատասխանեցինք,
Այստեղ մի հարց եմ ես ուզում տալ։ Նախ նորից կրկնենք, ովքեր էին զրուցում հեռախոսով, ծովի կաթիլն ու ամպի փաթիլը։ Ինչ էին պատրաստվում անել զրուցակիցները։ Պատրաստվում էին միասին ժամանակ անցկացնել։ Ով կարող էր խանգարել նրանց զրույցին։ Ահա, այստեղ երեխաները հասկանում են, որ ջրի կաթիլին, ամպի փաթիլին եւ սառույցին կարող է խանգարել արևը, որը կարող է հալեցնել փաթիլին, սառույցին եւ իջեցնել ներքև։ Ինչպես ես հասկանում, ձևեր են փոխում միայն արտակուստ միտքը, այսինքն նրանք արտակնապես փոխվում են, բայց իրականում բոլորը ջուր են, երեխաներ, ջրի կաթիլից են պատրաստված։ Այն առաջադրանքները, որոնք կան աշխատանքային տետրում, մենք տետրում կկատարենք, իսկ հիմա կատարենք գրքի առաջադրանքները։ Պարտադիր բառացանկի բառերը եւ բացատրական բաժնի արտակուստ բառը սովորում են երեխաները։ Առաջադրանք 2-ը։ Սովորենք մի դարձվածք։ Հիշում եք, չէ՞, դարձվածքը դիպուկ ասված խոսքն է, որը ուղղակի իմաստ չունի, փոխաբերական իմաստ ունի։ Մաղով ջուր կրել։ Մաղը գիտեք երեխաներ, մաղով ալյուրն են անցկացնում, մաղով փլավն են քամում, իսկ ջուր տանել հնարավոր է։ Ոչ հնարավոր չի, ինչու երեխաներ, որովհետև մաղը անցքեր է եւ ջուրը հոսուն է եւ նրանով ջուր տանել չի կարելի։ Իսկ եթե բերեք մտածենք երեխաներ, մի ինչ որ հնարամիտ արար գործենք, որ մաղով ջուրը հնարավոր լինի տեղափոխել։ Այստեղ կարելի է լսել երեխաների կարծիքները եւ միգուցե կլինեն շատ խելացի երեխաներ, ովքեր կասեն, որ սառույցը նույնպես ջուր է։ Մաղով կարելի է տեղափոխել սառույցը, հետո հալեցնել։ Բայց մաղով ջուր տանել ուղղակի իմաստով չենք հասկանում, փոխաբերական իմաստով նշանակում է անիմաստ, անտեղի գործ անել։ Նայում ենք շախմատին, տեսնում ենք երկու խաղաքարերն արքաներ են։ Երկու արքան միմյանց դեմ պայքարում են եւ նրանք կարող են անել միայն մեկ քայլ։ Նշանակում է սա ոչ ոքի է այս խաղի արդյունքը, այսինքն անիմաստ ժամանակ են կորցնում եւ մտածում են, թե ինչ քայլի կարող են դիմել։ Ասենք հաջորդ էջին, առաջադրանք 5-ը, 6-ը, 7-ը մենք տետրում կկատարենք, իսկ հիմա 8-ն ենք նայում։ Փորձիր ինքդ։ Ջրից սառույց, սառույցից գոլորշի ստանալու քայլաշար։ Մենք բոլորս գիտենք, որ երեխաներ ջուրը լինում է պինդ, հեղուկ, գազային։ Գազայինը դա գոլորշին է, տեսեք թեյնիկից երբ ջուրը եռում է, գոլորշի է բարձրանում։ Ջրի պինդ վիճակը սառույցն է, փաթիլն էլ է ջրի պինդ վիճակը, իսկ հեղուկը հենց անձրևի կաթիլներն են եւ հոսող ջուրը։ Տեսեք ինչ եք անելու, գործնական աշխատանք է, ջուրը լցնել սառցամանի մեջ եւ սառեցնել։ Սառույցի հատիկները լցնել թեյամանի մեջ, տակացնել մինչև գոլորշու դուրս գալը։ Առաջի քայլով, երբ ջուրը լցնում ենք սառցամանի մեջ, ստանում ենք սառույց։ Սառույցի հատիկները լցնելով թեյամանի մեջ, ջուրը սկզբում կհալվի, սառույցը կհալվի կդառնա ջուր, հետո եռալուց հետո ջուրը կդառնա գոլորշի։ Եվ տակացնելով մինչև գոլորշու դուրս գալը կտեսնենք, թե ինչպես են ջրի կաթիլները դառնում գոլորշի։ Թեյնիկի կափարիչը եռալուց հետո, եթե մի փոքր սառեցնեք, հետո կափարիչը բացեք թեյնիկի վրա, ջրի կաթիլներ կտեսնեք։ Դա այն գոլորշին է, որը դուրս է եկել, դիպել է կափարիչին եւ չի իջել ներքև, աստիճանաբար նորից վերածվել է ջրի կաթիլի։ Աշխարհը փոփոխվում ու զարգանում է իր օրենքներով։ Բացահայտելով այդ օրենքները, դու ավելի լավ կճանաչես աշխարհը եւ ինքդ քեզ։ Աշխարհը բացահայտողներից մեկն էլ դու ես։ Անցնենք աշխատանքային տետրի։ Աչքի առաջ պատուհանիկի բառերն են սովորում երեխաները, բարձր, լսվում է ց, գրվում է ց, ներքև, ևը լսելիս գրում ենք եւ բյուրեղ, բյուրեղ բառը գրվում է բ-ից հետո ե-ով եւ բառավերջում խ-ով։ Առաջադրանք 2-ը փոխակերպում։ Բառերի մեջ մի տառ փոխելով ջրից ստացիր ծով։ Ջուր։ Չեմ փոխենք հ-ով կդառնա հուր, հուրը կրակն է երեխաներ։ Ուն փոխենք օյով կդառնա հոր։ Հրեմ փոխենք վեյով կդառնա հով եւ հեմ փոխենք ծեյով կդառնա ծով։ Ջուրը լցրեցինք ծովը։
Առաջադրանք 3-ը ենթադրենք դու կաթիլն ես, իսկ ընկերդ փաթիլը։ Ինչ հարցեր կտաս նրան։ Այստեղ նույնպես լսում ենք երեխաների կարծիքները, իսկ ես մի փոքրիկ հուշում կարող եմ տալ։ Ինչպես է այդ քնքուշ ձև ստացել։ Ինձ էլ կօգնես, չէ՞ որ երեխաները քեզ շատ են սիրում։ Փաթիլը շատ քնքուշ է, շատ գեղեցիկ է եւ բոլոր երեխաները փաթիլ շատ են սիրում։ Այդ պատճառով էլ կաթիլը ուզում է ինքն էլ դառնալ փաթիլ։ Իսկ փաթիլը ինչ պիտի առաջարկի երեխաներ, որ կաթիլը թռչի վերև եւ հանդիպի սառը օդին։ Առաջադրանք 4-ի ան։ Պատկերված առարկաները ինչով են նման եւ ինչով են տարբեր։ Տեսեք։ Երկուսն էլ ծաղիկներ են։ Կագաչն ու մանուշակը երկուսն էլ ծաղիկներ են, բայց նրանք տարբերվում են իրենց գույներով։ Կագաչը կարմիր է, մանուշակը մանուշակագույն։ Երկու շշեր են, երկուսն էլ ապակուց են պատրաստված։ Սրանք տարբեր են եւ գույնով, եւ ձևով։ Երկու աշտուկներ են։ Մեկը օգտագործում է կրակի վրա կամ ածուխի վրա դնել տակասնելով եւ շատ ծանր է, մյուսը էլեկտրական աշտուկ է եւ բավականին թեթև է, ժամանակակից աշտուկ է։ Այժմ առաջադրանք բան։ Արտակուստ իրար նման, բայց իրարից բոլորովին տարբեր առարկաները խմբավորիր, կազմիր եւ գրիր։ Տեսեք, օղաբլիթ, ինչով են նման, իրեն նման առարկա են գտնում օղակն է եւ փերկօղակը։ Երեքն էլ օղակաձև են, չէ՞ երեխաներ։ Մեկը խմորից է, մեկը պլաստմասայից է, մյուսը ռետինից է։ Հաջորդը ալյուրը պարկի մեջ է լցված, աղը եւ շաքարավազը։ Երեքն էլ իրար նման են նրանով, որ փոշիա նման զանգված են իրենք եւ երեքն էլ ուտելի են։ Վերջում մատիտ, խողովակ, շվի։ Երեքն էլ գլանաձև են։ Եվ անցնենք գային խմբավորիր արտակուստ իրարից շատ տարբեր, բայց իրականում նույն առարկաները։ Ջուր, լավաշ հաց, հեռախոս, մատնաքաշ հաց, սառույց, գոլորշի, հեռախոս։ Մատնաքաշն ու լավաշը երկուսն էլ հաց են, դրա համար արտակուստ խիստ տարբեր են, բայց երկուսն էլ նույն առարկան են, նույն ուտելիքն են։ Սառույցը, գոլորշին եւ ջուրը։ Երեքն էլ ջուր են երեխաներ տարբեր վիճակներում՝ պինդ, հեղուկ, գազային։ Եվ ընկալուչով եւ լսափողով հեռախոս, իսկ սա ժամանակակից հեռախոս է, որից օգտվում եք նաեւ դուք։ Առաջադրանք 5-ը։ Ջուր բառի առաջին տառը փոխելով ստացիր նոր բառեր, օրինակ ջուր, դուր։ Դուրը հյուսնի գործիքն է երեխաներ։ Կարող եք այս առաջադրանքը կատարելու համար հիշել այբուբենի բոլոր բաղաձայնները, տեղադրել, տեսնեք, կստացվի, թե ոչ։ Ջուր, դուր, մուր, լուր, թուր, սուր, զուր, հուր, յուր նշանակում է իր եւ դուր։ Սրանից ավել բառեր դուք չեք գտնի, որովհետեւ ես բոլորը փորձարկել եմ։ Առաջադրանք 6-ը աչքի առաջ խորագրի բառերով եւ նետել, նայել, ձայն, սար, թափանցիկ, պարիսպ, փայլփլում բառերով կազմել բառակապակցություններ եւ գրել։ Բարձր նետել, բարձր ձայն, բարձր պարիսպ, ներքև նայել, ներքև նետել, թափանցիկ բյուրեղ, փայլփլուն բյուրեղ։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Առաջադրանք 7-ը։ Առարկաներին վերագրիր երկուական հատկանիշ եւ գրիր։ Հատկանիշը ցույց է տալիս առարկայի ձևը, որակը, գույնը։ Աղվես, ինչպիսին է աղվեսը երեխաներ։ Փափկամաս, խորամանկ։ Աշակերտ, աշխատասեր, պարտաճանաչ։ Ծաղիկ, հուրավետ, քնքուշ։ Առաջադրանք 8-ը գործողություններին վերագրիր երկուական հատկանիշ եւ գրիր։ Քայլել, ինչպես քայլել երեխաներ։ Քայլել արագ, քայլել համաչափ։ Երգել, ուրախ երգել, տխուր երգել, միացայն երգել։ Խոսել, բարձր խոսել, դանդաղ խոսել։ Եվ այսօրվա դասից քաղած իմ պտուղները պիտի գրեք, թե ինչ իմացաք դուք։ Ես իմացա, որ սառույցից կարելի է գոլորշի ստանալ։ Օրինակ, դա կարող եք ավելացնել
Ես կարողացա խմբավորել առարկաներն ըստ նշանակության։ Ես բացահայտեցի, թե որքան բազմազան ու զարմանահրաշ է աշխարհը։ Ես համոզվեցի, որ մաղով ջուր կրելը անօգուտ, անիմաստ գործ է։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։